խոսը։ Նազելի ջան, բարև ձեզ։ Բարի երեկո։ Վայ, շատ շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ սպասեցիք։ Սպասացրինք ձեզ, կներեք։ Նորմալ է ամեն ինչ։ Ողջունում եմ բոլորիդ, հաճելի է ձեզ տեսնել տաղավարում։ Ես էլ շատ մեծ հաճույքով հիմա տրամադրում եմ ձեզ հնարավորություն փոխանցելու այն ամենը, ինչ մտածում է Մոսկվայի հայությունը, որը սատարում է Անտիֆեյկին եւ Վազգենին ու Արեգին։ Նազելի ջան, ես էլ ձեզ ողջունեմ եւ արդեն Գիտեք, քանի որ ապրում ենք, նշեցիք Մոսկվայում, ես առհասարակ գրառումներ սոցցանցերում չեմ անում, համարում եմ, որ հերվից ինչ որ կոչեր, հորդորներ անել սխալ է ու քանի որ ընձեռվել է հնարավորություն, ձեր թույլտվությամբ մի քանի միտք կուզենայի արտահայտել։ Իհարկե։ Խոսք գնաց 18 թվականի մասին, ես հիշում եմ այդ համատարած էյֆորիան եւ մտածում եի գուցե լավ է, մարդիկ շատ ուրախ են, ես այնտեղ չեմ ապրել, փոքր հասակից ապրում եմ Մոսկվայում։ Բայց շատ գեղեցիկ եք հայերեն խոսում, շատ ողջունելի է։ Չեք կորցրել հայերենը։ Ընտանիքում հայերեն ենք խոսում, իմ երեխաներն էլ փայլուն տիրապետում են հայերենին։ Եվ շատ բաներ գուցե չգիտեմ ու մարդիկ իրենց կարծես թե երջանիկ էին զգում, այդ հանգամանքով պայմանավորված ես էլ հանգիստ էի, մտածում էի դե երևի ինչ որ լավ բան է կատարվել։ Մինչև այն պահը, երբ կարծես թե մի ամիս էր անցել կամ մի քիչ ավել, երբ նոր հայրապետ, նոր Հայաստան ինչ որ շարժման մասնակիցներ շատ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում մեր վեհափառի նկատմամբ ու շատ շոկային էր այդ իմ համար ու շատ բաներ պարզ դարձավ։ Իսկ հետո երբ որ արդեն պատերազմից հետո հայտարարվեց, որ այս նույն իրավիճակը կարող է լինել առանց զոհերի, այստեղ արդեն ես չգիտեմ, ասելիք չունեմ երևի բազմակետեր։ Լիովին հասկանում եմ ձեր բազմակետերը։ Այս թեմաները շատ են քննարկվել։ Մենք դեռևս չունենք մեր հարցերի պատասխանները։ Այդ հարցերը ավելի շատ հարցեր են առաջացնում։ Նազելի ջան, ես ձեզ ողջունում եմ, շնորհակալ եմ ձեր զանգի համար։ Գիտեք, ես մեկ ուղղակինակատարում անեմ այն բանի վերաբերյալ, ինչ դուք ասացիք, որ դե դուք ակտիվ չեք մասնակցում, գրառումներ չեք անում, որովհետև չեք ապրում։ Դա շատ իհարկե բարոյական առումով կարևոր կեցվածք է սոցիալական առումով, որը որ դուք դրսևորում եք, համարելով, որ եթե դուք Հայաստանում չեք ապրում, ապա որևէ, այսպես հայերեն ասած, կյանք չեք սովորեցնում բոլոր նրանց, ովքեր շարունակում են մնալ Հայաստանում, այսինքն ես հասկանում եմ ձեր դիրքորոշումը, բայց տեսեք, այստեղ կա մի շատ կարևոր երկրորդ մասը, բանն այն է, որ ռեժիմը անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, որ իր որդեգրած քաղաքականությունը, այսինքն Արցախի հանձնումը, Հայաստանի հիմա թուրքացումը եւ Երևանի խանությանը վերածելը եւ այս ամենը մեծ աջակցություն ունի նաեւ Սփյուռքում, ինչի համար շատ գեղեցիկ կադրեր են նկարում, ինչ որ հանդիպումներ են մեզ ներկայացնում, իբրև թե ինչ որ ակտիվ համայնքների ներկայացուցիչների հետ, հավաքում են ինչ որ մասովկաներ, խոշոր պլաներով նկարում են մի քանի տասնյակ մարդկանց եւ փորձում են բոլորին համոզել եւ հրամցնել, որ ահա սա էլ մեր Սփյուռքն է եւ ահա Սփյուռքը մեզ հետ երկխոսում է, մեզ հետ ինչ որ նաեւ որոշ հարցերում կամ բոլոր հարցերում համամիտ է եւ այսպես շարունակ, այսինքն դիմում են ցանկացած միամիտ եւ դյուրահավատ մարդիկ են այդ մարդիկ, ովքեր Հա, բայց Արմանը նկատի ունի, որ ես նկատի ունեմ, որ ձեր ակտիվությունը եւ ձեր եւ մեդիաներում եւ սոցիալական հարթակներում եւ ընդհանրապես որևէ զանգվածային առումով եւ հանրորեն ասած ձայնը կոտրում է այդ նարատիվը եւ այդ մանիպուլյացիան ռեժիմի, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, բոլորը գոհ են, երջանիկ են եւ պատրաստ են այս դավաճանական իշխանությունների ձեռքը սեղմել եւ ինչ որ բաներից նույնիսկ հետները խոսել։ Այսինքն ինչքան բարձր լինի ձեր ձայնը եւ իրական պատկերը, թե ինչ է կատարվում Սփյուռքում եւ ինչ են մտածում մարդիկ, որոնք որ բնակվում են հայրենիքից դուրս, բայց շարունակում են ապրել հայրենիքի ճակատագրով հայրենիքի դարդերով, դա չափազանց կարևոր է եւ Սփյուռքի համար, եւ հայրենիքում մնացած ձեր հայրենակիցների եւ մեզ բոլորիս, այսինքն
Ինչպես որ Նազելի ջան, ես ձեզ հորդորում եմ, այո, այսինքն այո, ես կփորձենք կրկնում եմ, խոսք չի գնում նրա մասին, որ կյանք սովորացնել կամ ինչ որ ուղղություններ տալ, չէ, վերաբերմունք ու ինչ որ անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս։ Փակեք կոմենտները։ Դրա համար խոսեմ։ Դա էլ է դիտավորության պարած, մի ահռելի ֆեյքերի բանակ է աշխատում, որպեսզի ձեզ լրացնի լավ իմաստով միամիտ մարդկանց, որոնք որ ուղղակի այսպես սիրտը ճաքում է այդ մարդկանց, իրենք ուզում են արտահայտվեն եւ կան հատուկ կառույցներ, հատուկ ֆեյքային ստորաբաժանումներ, որոնք մտնում վերջին հայհոյանքներն են գրում, այդ թվում կանանց, դրանց հեշտ է շատ տարբերակել, որովհետեւ մի քանի տասնյակ կամ 100-ից մի քանիսին ավել ինչ որ ընկերներ ունեն, որոնք իրենց պես նույնպես ֆեյքեր են, չունեն որևէ պատմություն այդ էքաունտները, շատ հաճախ չունեն նաև լուսանկար որևէ, այսինքն ակնհայտ է դառնում, որ դրանք իրական մարդիկ չեն եւ այդ գործողությունները ուղղված են հենց ձեր պես մարդկանց սրտացավ մարդկանց ցանկացած գնով լրացնելու։ Ում էլ չեն կարողանում նման եղանակներով լրացնել, բանտարկում են։ Այսինքն հասկանում եք, պետք չէ դրանից պաշտպանվել կամ որևէ ուշադրություն դարձնել, տեխնիկական միջոցները ներում են իրենց արգելափակել եւ այլևս երբեք չտեսնել, իսկ ռեսուրսները այնքան որ ձեզ օր ու գիշեր անհանգստացնի չկա եւ ինչքան դուք շատ լինեք, այդքան այդ ռեսուրսը չի հերիքելու, հասկանում եք, ձեզ լրացնելու։ Իմ հորդորն է ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր որ սրտացավ են, որոնք որ կարծիք ունեն, վերաբերմունք ունեն, անպայման այդ կարծիքն ու վերաբերմունքը արտահայտել։ Այո, շնորհակալություն, շատ շնորհակալ ենք ձեզ։ Եվ կուզենայի ասել հայհոյանքի մասին, Արման դուք խոսեցիք 90-ականների մասին, որ աշխատում եք հեռուստատեսությունում։ Ես այն ժամանակ դեռ 90-ականների սկզբին, երբ դեռ ապրում էինք Հայաստանում, փոքր էի ու շատ քաղաքականացված երեխա էի, ես լավ հիշում եմ, տարօրինակ է երևի, ու շատ լուրջ դեմքով հետևում էի լուրերին ամեն երեկո ու թեկուզ եւ շատ փոքր էի, բայց տպավորվել է խորհրդարանի գեղեցիկ ելույթները, որ քաղաքական գործիչները արտաբերում էին ու այնտեղ ոչ թե հայհոյանք չկար, այլ ես հիշում եմ առոգանությամբ էին արտասանվում այդ մտքերը։ Այո, կարևորվում էր։ Հիմա կարծես թե YouTube-ում կա այդ կադրերը, կարելի է 90-ականների սկիզբն էր։ Մարդիկ առոգանությամբ էին հնչեցնում իրենց մտքերը։ Ինչքանով որ հիշում եմ 18 թվականից այդ հայհոյանքը մտավ դաշտ։ 18 ոչ այդքան 18-ից, որքան վերջին տարիներին։ Իհարկե։ Ես ձեզ ասեմ, որ հարց թե որտեղից հայհոյանքը մտավ դաշտ։ Ասեմ ձեզ որտեղից։ Գրառումներ են անում իրենք տարատեսակ հարթակներում, ոչ նորմատիվ լեքսիկայով, որից մեկին իդեպ տղաները անդրադարձան ու այդ պատճառով այո բանտարկվեցին ու շատ զարմանալի է որ մարդկանց հիշողությունը կարճ է։ Ես 30 քանի տարի առաջվա դեպքերը հիշում եմ, իմ մեջ տպավորվել է երեխա ժամանակ այդ խոսքը, գեղեցիկ խոսքը առոգանությամբ արտաբերված ու սարեր զորեր են հիմիկվա տարբերությամբ, շատ զարմանում եմ, որ հանկարծ ինչ որտեղից հայտնվեց ոչ նորմատիվ լեքսիկան, այդ մենք ենք հարց տալի, թե որտեղից եկավ այդ ամեն ինչը, որտեղից։ Գիտեք, մենք տենց հարց չենք տալի։ Ձեր թույլտվությամբ մի քանի լավ խոսքեր ասել իմ լավ ընկերների մասին, եթե թույլ կտա։ Այո, իհարկե։ Միշտ նշել եմ մի անգամ էլ եթերում, որ տղաները միշտ հիացրել են իրանց սկզբունքայնությամբ ու գիտեք արդար վերաբերմունք են ցուցաբերում ամենատարբեր երևույթներին։ Մի օրինակ կարամ բերեմ, նոր մտաբերեցի, որ մի advocate-ի արարքի կոշտ անդրադարձել էին վերջերս, ինչ որ սխալ մտքեր էր արտահայտել, տարածել ու անցավ մի փոքր ժամանակ ու այդ տղային ձերբակալեցին։ Հիշում եմ, որ տղաները մի կողմ դնելով իրանց տարաձայնությունները, ասացին, որ քաղաքական հետապնդում է այդ տղայի հանդեպ կիրառվում։ Ու կարծում եմ մեր մի պահանջկոտ հետևորդները այդ տեսակ դրսևորումներին ուշադիր են ու կարծիք են կազմում տղաներին արդեն ինչու համար են սիրում ու հարգում Վազգենին Նարեկին այդ տեսակ դրսևորումների, որտեվ հետևում են մարդիկ, հենց այնպես չեն նստում ու դիտում հաղորդումը։ Դա ես նկատել եմ, որ դուք շատ ակտիվ ընտանիքի անդամներ եք բոլորդ, իրար ճանաչում եք, իրար հետ արդեն զրուցում եք, շատ ակտիվ մասնակցում եք ամբողջ հաղորդման ընթացքում։ Հիմա արդեն 800 հոգուց ավելի մարդ։ Մի բան էլ նշեմ, հա, այդ շատ դրուժնի է իմ ընտանիքը։
մի բան էլ նշեմ, քանի որ շատ պահեր, շատ հյուրերի ես չեմ ճանաչում, ինչ որ բաներ ինձ համար անհասկանալի են միշտ եղել ա որ թողարկման վերջում ներխուժել եմ անձնական նամակներ տղաների, ինչ որ հարցեր բարձաբանելու ու ինչ մեղքս թաքցնեմ, երբեմն եղել ա որ հաղորդման ժամանակ եմ նույնիսկ գրել ինչ որ հարցեր ու ես միշտ հիացել եմ, գիտեք ինչի վրա, որ on-line հնչեցրած մտքերին երբեք հակասող բաներ չի հնչել անձնական զրույցներում, անձնական ինչ-որ քննարկումների ժամանակ։ Այսինքն հետևողականություն, այո։ Գնահատելի է, որ ինչ որ արտաբերում են տղաները on-line տիրույթում, մի ժամանակ, այն էլ անձնական զրույցներում, ու այդ միշտ զարմացրել ու հիացրել է։ Շատ շնորհակալ ենք Նազելի ջան, ջերմացրիք մեր հոգիները, ես վստահ եմ, որ այդ բոլոր խոսքերը կփոխանցվեն Վազգենին եւ Նարեկին։ Չգիտեմ, Վազգենին Խնդրեի փաստաբաններին փոխանցենք փաստաբաններին։ Առողջություն եմ մաղթում։ Շնորհակալ ենք շատ, ճիշտ ասած։ Հատուկ ցանկանալու կարիք չկա, քանի որ իրանք օժտված են այդ հատկանիշներով, իհարկե։ Ես շտապույտ վերադարձ իրենց ընտանիքին։ Այո։ Հա, շնորհակալություն շատ։ Ես 3 փորձ ձեռնարկեցի իրեն տեսնելու եւ եղածը արդեն փոխանցելու, ինձ մոտ չհաջողվեց ճիշտ ասած, այցելել է Արմավիր քրեակատարողական, որտեղ մեր ծննդյան վկայականների ինչ որ խնդիր կար, որ մենք ապացուցեցինք։ Ես չկարողացա իրեն տեսնել, բայց Հասմիկը կինը Վազգենի տեսակցեց եւ փոխանցեց ամենը ինչ տեղի ունենում իրենց շուրջ եւ ոչ միայն իրենց եւ կարծում եմ նաեւ փաստաբանների միջոցով մենք հնարավորություն կունենանք փոխանցել ձեր խոսքերը, քանի որ իրենց բոլոր կապերը այցելությունները արգելված են, զանգերը բացի ընտանիքի անդամներից արգելված է եւ այլ որևէ կապի հնարավորություն դեռ չկա, բայց ես կգտնեմ իր ծննդականը եւ կմտնեմ իր մոտ, այցելեմ իրեն, անպայման առանձին դա կփոխանցեմ։ Ես ձեր հարցի պատասխանել ճիշտ ասած ունեմ, թե որակապես Հա, դրա համար եմ ասում, այսինքն ես չեմ խուսափում ձեր հարցից եւ այդ դեգրադացիան, որը մենք տեսնում ենք եւ մարդիկ, ովքեր այսօր նստած են տարբեր պաշտոններում կամ ազգային ժողովում, մի հատ խնդրում եմ ուղղակի այդ մարդկանց այդպես ասած կենսագրությունը նայեք, որը որ գոյություն չունի եւ դուք կհասկանաք ինչի է ձևը փոխարինում բովանդակությունը, էլի, եւ այդ դեգրադացիան ինչ մետամորֆոզների արդյունքում է տեղի ունեցել, բայց ես չեմ ուզում ծավալվեմ, որովհետեւ մեր հյուրը արդեն տաղավարում է, մենք կարճ ընդմիջում կանենք հիմա։ Նազելի ջան, թույլ տվեք, ես արդեն անջատ եմ հեռախոսը, եւս մեկ անգամ շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Սիրով կդիտեմ։ Հաջողություն։ Հաջողություն։ Մենք ունենք մինչև